հաշվի առնելով Հայաստանում իրավական եւ իրավապահ համակարգի ողջ գործունեությունը, դուք այսօր ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Նախ իրավապահ համակարգ հասկացողությունը Հայաստանում խիստ հարաբերական է։ Դրա տակ գտնվում են համազգեստով ինչ-որ մարդիկ, որոնց պարբերաբար բաժանում են տարբեր խմբերի, ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ եւ այլն, բայց այս իրավիճակում սովորական քաղաքացին չի կարող տարբերակի թե ով է եւ իրականում ինչ ֆունկցիա է կատարում։ Թե մեր օրենսդրությունը հստակ սահմանում է յուրաքանչյուր մարմնի գործառույթները, բայց ակնհայտորեն մեր երկրում դատաիրավական համակարգը ամբողջությամբ կատարում է քաղաքական հանձնարարություն, որը 1, 2 կամ 3 անգամ չէ միայն, որը արտահայտվել է։ Դեռ չեմ խոսում, որ օրինակ Վազգենի եւ Նարեկի գործով սա արդեն երկրորդ նմանատիպ իրավիճակն է, թեև նրանք տարբեր քրեական գործերով են անցնում, բայց կոնկրետ խոսքի ազատության, իրենց լսարանի միջոցով իրենց խոսքը արտահայտելու, ընդդիմադիր խոսքը արտահայտելու համար սա, եթե չեմ սխալվում, երկրորդ դեպքն է։ Ախորդ անգամ 2 ամսվա կալանքի գնացել են, հետագայում տարբեր պատիժներ են այս նկատմամբ կիրառվել, տնային կալանք եւ այլն, բայց հետագայում գիտեք, այդ գործով իրենք ամբողջությամբ արդարացվել են։ Հիմա ի՞նչն է մեր երկրում իրավիճակը։ Իմ կարծիքով իշխանությունը իր համար որոշակի ցուցակ է ստեղծել, որտեղ քաղաքական գործիչներ են, հասարակական գործիչներ են, ակտիվ քաղաքացիներ են, մեդիայում ակտիվ հանդես եկող քաղաքացիներ են եւ այլն, եւ այն մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում խանգարում են իշխանությանը, իրենց խոսքը արտահայտելու, իրենց դիրքորոշումը արտահայտելու, իշխանության հետ չհամաձայնվելու համատեքստում, իշխանությունը տարբեր տեսակի հետապնդումներ է իրականացում։ Մեկի նկատմամբ բռնություն է կիրառվում, մեկին կալանավորում են, մեկը սահմանափակում են, մեկ այլ պատիժով եւ այլն։ Իհարկե մեր երկրում խափման միջոցը կալանքը որպես պատիժ է շատ վաղուց կիրառում եւ այս իշխանության պարագայում ես որևէ նոր բան չեմ ասել։ Բայց այստեղ կա մի 1-2 կարևոր հանգամանք, որը անպայման ուզում եմ դրա մասին խոսել։ Առաջինը, եթե նկատեցիք, փաստաբանները այսօր խնդիր ունեցան եւ Վազգենի եւ Նարեկի դեպքում առավոտյան իրենց գործունեությունը պաշար ձևով իրականացնում, եթե չեմ սխալվում, իրավապահների կողմից այդ պահվածքը, այսինքն նրանց թույլ չտալը փաստաբանական գործունեություն իրականացնելու նույնիսկ քրեորեն պատժելի արարք է։ Եվ երկրորդը, եթե ուշադրություն դարձրեցիք, սարքերը սկսած օպերատորների շտատիվներից վերջացած այն ողջ տեխնիկայը, որով մարդիկ եթեր էին ապահովում, մարդկանց էին հրավիրում, հարցազրույցներ էին վարում եւ այլն, փաստորեն ամբողջ գույքը իրավապահ մարմինները տարել են։ Հիմա կարևոր չէ դրա անունը ինչ են դնում, թե խուզարկություն ա եղել, թե ինչ են ստուգում եւ այլն, բարձ է չէ բոլորի համար, որ դա առաջներթին արվել է, որպեսզի եթերը թույլ չտրվի։ Ինչի համար եմ սա նաև ասում, որովհետև քիշեք նախորդ անգամ, երբ որ նրանց ձերբակալեցին, ապա կալանավորեցին, եթերը շարունակվում էր, դաշտի ակտիվ տարբեր դեմքեր վարում էին, փորձում էին լսարանը պահել, մի կողմից քաղբանտարկյալների, այդ թվում Նարեկի Վազգենի մասով, բայց միաժամանակ եթերը շարունակվում էր եւ այս դեպքում իրավապահները այսպես ասած սրբագրեցին իրենց նախորդի վարած սխալները, ճակերտավոր եւ նաեւ տեխնիկան դարան, որպեսզի լրացուցիչ խնդիրներ ստեղծեն։ Այսինքն չի կարող որևէ մեկ այս երկրում համոզել մեզ քաղաքացիներին, որ սրա մեջ որևէ քաղաքական էլեմենտ չկա, այստեղ իրավական process-ներ են գնում եւ այլն, այսինքն շատ ակնհայտ է այս միջադեպի բոլոր դրվագները, բացառապես հաստական ձևով հիմնավորում են, որ քաղաքական հետապնդման խնդիր է, հատկապես որ իշխանության համար այդքան երազելի ընտրական process-ներին 7 ամիս են մնացել եւ իշխանությունը թիրախ է դարձնում հոգեվորականից քաղաքական գործիչներ եւ վերջին շրջանում նաեւ հատկապես թիրախավորում է նաեւ մեդիա ներկայացներին, որովհետեւ նրանք իրենց լսարանը, իրենց հնարավորությունները նաեւ ծառայեցնում են իօկուտ հասարակության
ինչը իշխանության համար օբյեկտիվ տեղեկատվության սփռման առումով բնականաբար խնդիրներ է առաջացնում։ Պարոն Աբրամյան, թեև նշվում է, որ Արեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ձերբակալվել Վազգեն Սահակյանն ու Նարեկ Սամսոնյանը, բայց մոտ մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց երկու համահեղինակներին փոդքասթի 7 ժամանոց, որը մինչև այսօր ԿՊԱ-ականները քննարկում են։ Սա պատահականություն էր, որ հենց այդ հարցազրույցից հետո տեղի ունեցան այս գործողությունները եւ այդ կրիչների, համակարգիչների, տեխնիկայի արգրավումը առհասարակ կապված է հարցազրույցի հետ։ Գուցե ինչ-որ բաներ են փնտրում։ Երբ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է անում, մեծ ասուլիս է հրավիրում, կառավարության հարց պատասխանի ժամանակ խորհրդանում խոսում է, դա մնում է մաքսիմում 1 օր։ Լավ, թող որոշակի բաներ երկրորդ օրն էլ որոշակի դրսևորումներ ունենան մամուլում, մեկնաբանությունների կամ վերլուծությունների ձևով։ Սերժ Սարգսյանի հետ զրույցը արդեն 1 շաբաթ է լրանում է, դաշտում է, դրա տարբեր հատվածներ քննարկվում են, իշխանությունը դա տարբեր մակարդակներում փորձում արձագանքել, խորհրդանում, Facebook-ում իրենց պատերին, չգիտեմ, լայվերով եւ այլն։ Այսինքն սա թեմա է, որը մնացել է քաղաքական տիրույթում եւ սրանք թեմաներ են, որոնք տարբեր փուլերում իրենց դրսևորումները դեռևս ունենալու են տարբեր տրանսֆորմացիաների միջոցով։ Հիմա այս փոդքասթային պլաշատկեն Նարեկ եւ Վազգենի կայացել է եւ կայանալուն զուգահեռ նաեւ հնարավորություն է ստեղծել դաշտի տարբեր ամենատարբեր ներկայացուցիչների, կլինեն քաղաքական գործիչներ, կլինեն իրավապաշտպաններ, կլինեն ակտիվ քաղաքացիներ, պարզապես գնալու այդ հարթակ իրենց դիրքորոշումը արտահայտելու եւ դա հանրության բավականին մեծ հատվածի համար դարձել է կարեւոր հարթակ ինֆորմացիա ստանալու եւ նաեւ որոշակի ողջամիտ վերլուծություններ ստանալու համար։ Հիմա այս իրավիճակում իշխանությունը ես համոզված եմ, որ միայն այս գործով չի աշխատելու, կան որոշակի անոնսներ, որ մամուլի նկատմամբ, մամուլի առանձին ներկայացուցիչների նկատմամբ նաեւ որոշակի գործողություններ լինելու։ Եթե ավելի վաղ մարդիկ մտածում են, որ դա ուղղակի սպառնալիք է, փորձում են լրագրողներին որոշակիորեն այսպես ասած հավաք դաշտում պահել, ապա հիմա ակնհայտ է, որ այն ինչ որ սկսել են 1-2 մարդով չի սահմանափակվել։ Նույնը ժամանակին Մայրաթորի մասով էր։ Սկսեցին 1 հոգեվորականից թիրախավորումը, երկրորդը, երրորդը, չորրորդը, իսկ հիմա գրեթե ամենօրյա ռեժիմով տարբեր հոգեվորականներ, տարբեր արհեստական գործերով գնում են վկայություններ են տալիս, իշու մարդկանց նկատմամբ մեղադրանք է դրվում եւ այլն։ Այսինքն սա մի հատ ամբողջական գործընթաց է, որը վերաբերում է հանրային քաղաքական եւ մեդիատիրույթի տարբեր ակտիվ դեմքերի, մի մասին փորձելու են պատժել կալանքների միջոցով կամ, չգիտեմ, բռնության ենթարկման միջոցով կամ մեկ այլ ձևով, բայց նրանով նաեւ յուրաքանչյուրին իր ոլորտով ուղերձ է հղվելու, որ ցանկացած պարագայում, երբ որ կարտահայտվի խոսք, որը իշխանության սրտով չի լինի, դա կարող է իշխանության կողմից ոչ համարժեք, այսինքն շատ ավելի լայն սանկցիաների ենթարկել եւ իշխանությունը բազմիցս ցույց է տվել այն զինանոցը, որը մարդկանց նկատմամբ ապօրինի կիրառում է եւ թեև նրանցից շատերը հետագայում տարբեր դատարաններ նույնիսկ այս իշխանության օրոք արդարացում են կամ նրանց նկատմամբ դրսից տարբեր զեկույցներում արձանագրումներ է լինում, բայց այս իշխանության համար կա խնդիր ամեն գնով պահել իշխանությունը, ամեն գնով փակել մարդկանց բերանները, ամեն գնով թույլ չտալ, որպեսզի մարդիկ իրենց խոսքը եւ իրենց կարծիքը արտահայտեն եւ իշխանությունը շարժում է այդ տրամաբանությամբ։ Բայց դեպքում ո՞րն է ելքը, պարոն Աբրամյան, այս հարցը մի քանի ենթահարց է պարունակում։ Եթե այս իշխանությունները լայնորեն վայելում են միջազգային կառույցների աջակցությունը եւ նույնիսկ պատրաստվում են նրանց հետ, ինչպես է կոչվում, քրիստոնեական ընթրիք, կրոնական ընթրիք, աղոթքի ընթրիք կազմակերպել եւ նրանք էլ այս ժողովրդավարության բաստիոն իշխանությունների հետ հստել են մեկ կրոնական սեղանի շուրջ եւ ուզեմ նաեւ ներկայացնել իմպիչմենտի գործընթացը որտեղ հասավ, ինչ փուլում է եւ իրատեսական է այս պահին, այս պահի դրությամբ համարում։ Աշխարհում զարգացումները, այդ թվում նաեւ մեր ռեգիոնում, դրանք ստատիկ վիճակում չեն, դրանք տարբեր փուլում տարբեր դրսևորումներ են ունենում եւ արձանագրել, որ կա արևմուտքի աջակցությունը, կա
կոնկրետ դերակատարների աջակցությունը եւ դա հավերժ մնալու է, բնականաբար դա այդպես չէ։ Դրանք այս պայն ունեն կոնկրետ խնդիրներ, դրանք առավելապես կապված են Ռուսաստանին այս ռեգիոնից հանելու եւ որպես արձանագրումներ իրենց համար կարեւորագույն պայմանավորվածություններ ստանալու եւ այս պայն հիմա աշխատում են։ Այն պայն, երբ որ կհամարեն, որ իրենց անելիքին կամ իրենց նպատակներին հասել են եւ սրանք որևէ մեկ իրենց պետք չեն լինի, բնականաբար կմնան օդում կախված։ Բայց այն որ մենք արձանագրում ենք, որ իրանք ունեն դրսի աջակցությունը կամ դրսից որոշ դերակատարներ, դա չի նշանակում, որ մենք պետք է համակերպենք այս իրավիճակին, գնանք նստենք բազմոցներին եւ սպասենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում։ Հիմա քաղաքական դաշտում տարեսկզբից կա երկու հիմնական մոտեցում։ Ուժերի մի մասը դիմադիր դաշտում համարում է, որ պետք է լավ նախապատրաստել ընտրական process-ներին, գնալ ընտրություններով հաղթելու։ Մենք դեռևս չէր սկսվել այս մի շղթան իրադարձությունների զարգացման, հոգեորականների ձերբակալություն կալանավորումներ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, Բագրատ Սրբազան շարժման ակտիվ դեմքերի ձերբակալություններ, մեր գործընկեր, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանին, այն այլանդակ իրադարձությունները, որոնք Գյումրի էին տեղի ունենում, եւ այդպես շարունակ, ես նույնիսկ վախենում եմ որևէ բան մոռանալու, բայց մեր համար ակնհայտ էր, որ իշխանությունը ընտրությունների նախապատրաստում ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ իր համար միջոցառումների ցանկ է սահմանել, որը ենթադրում է տարբեր փուլում դերակատարություն ունեցող մարդկանց կամ դաշտում լսարան ունեցող մարդկանց նկատմամբ բռնաճնշումների իրականացում խաղից հանելու եւ ընտրական process-ը իր համար հարթ իրականացնելու համար։ Եվ այս տեսանկյունից ի սկզբանե մեր համար մտահոգիչ էր, որ կենտրոնացումը տեղի ունենում բացառապես ընտրական process-ների վրա եւ մենք դաշտ մցրեցինք գաղափարը, որը սկզբում կարծես թե հասարակական նշանակության էր եւ հասարակական գործիչներն էին դրա մասին խոսում, Նարեկ Կամալյան, Էդգար Ղազարյան, մենք որպես քաղաքական ուժ եւ այս դեպքում նաեւ ֆրակցիա, որը համաձայնությամբ նախատեսված ձևով իրավունք ուներ այդ թեման առաջ մղելու, ստորագրություններով եւ այլն, մենք այս process-ը կարծես թե մեր մասով մտանք process-ի մեջ։ Հիմա այս մասով առաջիկայում մենք ասելիք դեռ կունենանք, այս մասին դեռ լրացուցիչ կխոսենք, այսօր ճիշտ ասած մի քիչ ավելի շատ ուզում եմ կենտրոնացումը տանենք մեր քաղաքական բանտարկյալների քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց մասով, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրում անել, որ այս խնդիրների հնջուկի լուծումը այնուհետև նաև սրա հանգուցալուծումը քաղաքական է։ Մեկ-երկու դեպքով այսպես ասած հանգուցալուծումները տարբեր մարդկանցով որևէ խնդիր չեն լուծելու։ Սա ուզում է համակարգային խնդրի կարգավորում եւ դա պետք է լինի իշխանության փոփոխության միջոցով։ Մեկ այլ զուգահեռ հարթության մեջ մի իրադարձություն էլ այսօր տեղի ունեցավ, որը միգուցե ինչ-որ մարդկանց համար առաջին հայացքից կթվար, որ սրանց հետ կապ չունի, բայց իրականում կապ ունի։ Տեսեք, այսօր Բաքվի դատարանում հաստացի ադրբեջանցի դատախազը մարդկանց համար կոնկրետ ժամկետներ էր ներկայացրել Արայիկ Հարությունյանի եւ Դավիթ Բաբայանի համար ցմա, ռազմաքաղաքական մյուս ղեկավարների համար 20 տարի եւ նաեւ մի շարք արցախցիների, որոնք իրականում որևէ մեղսակցություն ինչպես մնացածները չունեին եւ նրանցից շատերին նույնիսկ մարտիկ չեն ճանաչել, նրանց համար 16 տարի եւ ավելին ժամկետներ են տրվել։ Այսինքն հայկական դատարաններում մի կողմից հայկական դատարաններում է այս քաղաքական հետապնդումը, մյուս կողմից Բաքվի դատարանում է եւ Բաքվի դատարանում այդ ամենը տեղի ունենում իրավիճակում, երբ որ ոչ միայն այդ մարդկանց վրա է գործ շինվում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության, սրա մասին մենք բազմիցս խոսել ենք, բայց Հայաստանյան իշխանության լռության պայմաններում փաստացի Ադրբեջանը այս գործընթացը բարեհաջող առաջ է մղում, Հայաստանի բոլոր մնացած մյուս իշխանությունների փաստի առաջ է կանգնեցնում եւ այլն։ Իչեւ չլինի Հայաստանում նորմալ ազգային կառավարություն, պետություն, որը հստակորեն պատկերացնում է իր պետության շահերը եւ ելնում է ցանկացած գործողություններում իր երկրի օրակարգից եւ առաջնահերթությունից, բնականաբար որևէ խնդիր ոչ երկրի ներսում, ոչ դրսում չի լուծվելու։